Այն, որ Եղիշեի միտքը 5-րդ դարից պահպանվել է մինչև 18-րդ դար, սա վկայում է հայոց քաղաքակրթության շարունակականության մասին։ Անգլիացի հռչակավոր փիլիսոփա Ռոբին Քոլինգվուդի գնահատմամբ քաղաքակրթությունը ոչ այլ ինչ է, քան մտքի ինքնաբավ շարունակությունը։ Այս դեպքում սա ընդամենը մեկ օրինակ է, սակայն ցցուն օրինակ, որ հայկական քաղաքակրթությունը մի առանձին երևույթ էր, որը եւ մեզ է հասել տարբեր ձևափոխումներով։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ է նշանակում առանձնահատուկ լեզվական մտածողություն, ի տարբերություն գրական լեզվական մտածողության, որ կերտել է գրականություն, որևէ մեկը, ուզած մեկը թող փորձի բանահյուսական որևէ տող փոխադրել գրական լեզվի, գրեթե անհնար է։ Այսինքն, բարբառը բանահյուսության համար անփոխադրելի լեզվական մտածողության համակարգ է։ Ինչպիսին էր հայ գիտնականի միջազգային շփումների շարավիղը 5-րդ դարում, կարելի է համեմատել անգլիացի 16-րդ դարի հեղինակի շփումների շարավիղին եւ ռուս 18-րդ դարի հեղինակի։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ 5-րդ դարում հայ գիտնականը լավատեղյակ էր գրեթե ամբողջ քաղաքակիրթ աշխարհի լեզուներին, հիմնական լեզուներին եւ բավական հարգանքով էլ մոտենում էր նրանց։ Եղիշեն հիշատակում է Եգիպտոսից մինչև Հնդկաստան ընկած տարածաշրջանը, եգիպտացու լեզուն, հնդկի լեզուն եւ հյուսիսային Կովկասից մինչև Ասորեստան ընկած տարածաշրջան, այսինքն եւ Հռոմը իհարկե, Հունաստանը, այսինքն այդ ժամանակաշրջանի ամբողջ քաղաքակիրթ աշխարհը չհաշված գուցե Չինաստանին, որը հարաբերականորեն միշտ կիսամեկուսացված այսպես ավանդաբար կիսամեկուսացված վիճակում է գտնվել։ Ռիչարդ Քարիոն, սա ապշեցուցիչ փաստ է, գրեթե 1200 տարի հետո խոսում է ընդամենը 4 եվրոպական լեզուների մասին։ Իսկ Լոմոնոսովը խոսում է 4 եվրոպական լեզուների մասին եւ հին հունարենի եւ լատիներենի մասին։ Բարբառը բանահյուսության մեջ իր բոլոր շերտերով, այնինչ կոչվում է տոհմիկ, այնինչ կոչվում է հնագույն, իր բոլոր շերտերով այնպիսի կատարելության է հասած, որ բարբառը բանահյուսության մեջ գերակշիռ մասով լեզվական բանաձևային մտածողություն է։ Բանաձև է։ Այսինքն, եթե աղջկա գեղեցկությունն է ուզում բնութագրել, գեղեցկության այդ պատկերը նկարել բառերով, բանահյուսությունն ասում է, աղջիկն այնքան գեղեցիկ էր, արևին ասում էր դու դուրս մի գա, ես եմ դուրս գալու։ Ես բարբառից փոխադրեցի գրական լեզվի այս պատկերը, բայց միևնույն է չդարձավ գրականություն, չդարձավ գրական լեզվական մտածողություն, մնաց բարբառային մտածողություն։ 5-րդ դարում հայերի միտքը ձեռք էր բերել բարձր տեսաբանական մակարդակ։ Այն գաղափարականացած էր արդեն։ Պատմահայր Մովսես Խորենացին հիշատակում է, որ հայոց թագավոր Արամը նվաճելով արևմտյան մի քանի շրջաններ հրամայում է այդ շրջանների բնակչությանը ուսանել ըսխոսս եւ լեզուս հայկական։ Խիստ հրաման է իջեցնում։ Այստեղից արդեն կարելի է եզրակացնել, որ դեռևս մեր թվարկությունից առաջ հայոց պետականությունը արդեն իսկ գիտակցել էր լեզվի ռազմավարական նշանակությունը։ Բանահյուսությունն ամբողջությամբ եւ բարբառն ամբողջությամբ դրանք գրական լեզվից եւ գրական ժառանգությունից բացարձակապես տարբեր եւ առանձնահատուկ մտածողության համակարգ է։ Այսինքն բանահյուսությունը ապացույց է, որ բարբառը ոչ թե լեզվական մնացուկ է, վերապրուկ է, գրական լեզվի հետ համեմատած հետադիմություն է,
քաղքենու նման մտածելով գավառամտություն է բարբառով խոսելը, այլ ինքը առ այսօր ապացուցում է, որ ինքը լեզվական մտածողություն որպես բացարձակապես տարբեր իրակություն է։ Փավստոս Բուզանդը նույնիսկ հայոց լեզվին գիտակցաբար անձնավորում է։ Ահա հետևյալ պարբերության մեջ։ Երբ մահանում է ներսեց մեծ կաթողիկոսը, Հայաստանը պատում է մի համազգային մեծ սուկ, եւ Փավստոսը գրում է. եւ հայոց երկրի սահմանների ներսում մի ծայրից մյուս ծայրը սգում էին նրան բոլոր ազնվականներն ու շինականները, Թորգոմի տան բնակիչ բոլոր ազնվականներն ու շինականներն անխտիր, հայ լեզուն առհասարակ։ Հետևաբար ստացվում է, որ Փավստոսը հայոց լեզուն գիտակցաբար անձնավորում է, հաղորդելով նրան շնչավոր կենթանի առարկա գործոնի նշանակություն եւ նույնացնելով Հայաստան, հայեր, հայոց լեզու հասկացությունները։ Երկարվեստ կլինի, քնարական բանահյուսություն կլինի, էպիկական բանահյուսություն կլինի, թե ժողովրդի մեջ խիստ ամրացած կենցաղային զրույց եւ մակարդակ կլինի, բացարձակ առանձնահատուկ համակարգ է։ Կատարյալ, բարդ, քերականական զարմանահրաշ կառույցներով եւ եթե նկատի ունենանք, թե քանի բարբառ ունի հայ ժողովուրդը եւ առ այսօր գոյատևում են, պետք է մտածել, որ այդ բարբառներն առաջացել են ոչ այնքան այն պատճառով, որ լեռնաշխարհ է Հայաստանը, կտրտված էին գավառները իրարից, խիստ ներփակ եւ հաղորդակցությունը ըստ էության դժվար էր, այս հիմքով չեմ կարծում, որ հիմնականում այս հիմքով են առաջացած բարբառները, դրանք տոհմիկ առանձին շերտեր են բերում։ Հայոց լեզվի մասին նույնիսկ հայերենով է երբեմն դժվար խոսել։ Պարզապես սիրենք ու չափականենք, որպեսզի նրանք էլ սիրեն։ Մի համեմատություն էլ Եղիշեի վերաբերում է արդեն ոչ թե լեզվին, այլ այսպիսի դրամաբանական մի համեմատություն, այլ աշխարհագրությանը։ Նա գրում է, թե մենք բոլոր մյուս ազգերից ավելի բարձր ենք երկու գետով, նկատի ունի Եփրատն ու Տիգրիսը, եւ տապանով, նկատի ունի Նոյան տապանը։ Ուրեմն այստեղ կարևորը ոչ այնքան զուտ լեզուն է ինքնին, թեև լեզուն ուներ մեծագույն արժանինքներ, այլ այդ ազգային ինքնագիտակցության զարթոնքի կամ վերահաստատման շրջանը եւ պահը։